ասել, որ ընտրախախտումները պատական չնշեցի, որ լինում են մինչ ընտրական, մինչև ընտրության օրը եւ ընտրության օրը եւ լինում են բովանդակային ու տեխնիկական։ Այս խախտումների քանակը ու որակը արդեն գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։ Այս խախտումների ծավալը կարող է ընդհանուր առմամբ դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում։ Իսկ այդ ծավալը արդեն իսկ ակնհայտորեն պարզ է, որ շատ է, այսինքն իշխանության, գործող իշխանության, որը մասնակցում է քարոզչությանը, գործելավոճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել եւ իրանց կողմից թույլ տվող խախտումների տեսակները, ծավալները գալիս են վկայակոչելու միայն այդ մասին, այսինքն այս մարդիկ առանց վարչական ռեսուրսի արդեն ունեն գիտակցում, որ իրենք չեն վերարտադրվելու, քաղաքացիները չունեն համակրանք այս քաղաքական ուժի նկատմամբ, ինչը նաեւ բնականon է, որովհետեւ 2 ժամկետ ընտրվել են ու այստեղ շատ սյուր իրավիճակ է, հա, այն վառ ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյան վարչապետի դեմքով, ով վառ պատգամավոր էր ու այդ 3-րդ ժամկետի գնալու քննադատության հիմքով եկավ իշխանության, հիմա գնում է 3-րդ ժամկետի ու գնում է 3-րդ ժամկետի 2 անգամ գրեթե տոտալ, հա, տապալելով քաղաքացիներին տրված իր խոստումները։ Իսկ դա իմ գնահատականը չէ, այս պայդրությամբ մենք ունեն 21-ից 26 թվականների գործող կառավարության ծրագիրը, որը իրավական ակտ է, փաստաթուղթ է եւ այդ կառավարություն ծրագիրը գրեթե տոտալ տապալված է, չկատարված։